որպես ամփոփում մեր քարոզաշարքի դարձյալ ուզում եմ ընթերցել Առակաց գրքից 4-րդ գլուխ 23-րդ խոսքերը ամեն զգուշությունով քո սիրտդ պահե քանզի կյանքի աղբյուրները անգեն ամենաթանկ բանը որը պաշտպանելու ետևից պիտի գնել դա մեր սիրտն է մնացած ամեն բան վերականգնվող է կյանքում սակայն անպաշտպան սիրտը շատ ցավերով է խոցվում եւ քո հետագա կյանքի ուրախությունը գալիս է դերից հետագայում կյանքդ ինչ համ կունենա, ինչ հոտ կունենա, հետագայում կյանքդ որքանով քեզ համար կլինի հաճելի, կախված է թե որքանով է սիրտդ պաշտպանված եւ ապահով։ Կյանքի աղբյուրները այնտեղից է, Սողոմոնի իմաստին ասում են։ Կյանքը այնտեղից է սկիզբ առնում։ Կյանքը այն չէ, ինչ որ մեր աշխը տեսնում է, միայն այդ չէ։ Նույն բանին կարող են նայել երկու օքիներ։ Նույն բնությանը, նույն մայրամուտին, նույն արևածագին, նույն տանը, նույն սենյակում կարող են բնակվել երկու օքիներ։ Մեկը ում սիրտը ցավով, վշտով եւ մեղքով լի է, մեկը ում սիրտը պաշտպանված է, ապահով է եւ խաղաղ է։ Եվ երկուսն էլ տարբեր զգացողություններ ունենան, մեկի համար դա ոչինչ կարժե, մյուսի համար ամեն ինչ։ Եվ անգամ այն չնչին։ Երբ որ մեկի սիրտը պաշտպանված է, երբ որ մեկի սիրտը ապահով է, երբ որ մեկի սիրտը մաքուր է, ամենափոքրիկ բանի համար նա ուրախանալու, ցնծալու ունակություն ունի։ Նրանք չնչին բաներն անգամ կարող են շատ ուրախացնել։ Ինչպես երեխային կարող է ուրախացնել մեկ մատիկ նվեր ստանալը, մեկ գրիչ նվեր ստանալը։ Դա կարող է իրեն աշխարհի ամենաերջանիկը դարձնել մի փոքրիկ բանից։ Բայց նա ում սիրտը մաքուր չէ, ապականված, աղտոտված, մեղքերով լի, սպիեր են այնտեղ։ Ինչ ուզում ես արա։ Ամենաթանկագին, ամենացանկալին ուզում ես նրան տուր։ Ճիշտ ինչպես հիվանդ մարդուն ոչինչ չի ասում համեղ կերակուրը։ Հիվանդանոցում պարկած մարդուն ոչինչ չի ասում, խաշլաման, գառան է, տավարի է, որ հատվածն է եւ այլն։ Խոսիր, ասենք հիվանդի հետ խոսա, որ մաս ինքը իր համար ոչինչ չարժե այն։ Նա եթե ուտում է լոկ միայն քանի որ բարեկամները, հարազատներն ասում են, բժիշկն ասում է կամ ուղղակի ողջ մնալու համար, բայց ինչ է իր անհրաժեշտությունը, ներքին ուրախություն։ Իսկ երբ որ մարդու սիրտը պաշտպանված է, ապահով է, երբ որ մարդու սիրտը մաքուր է, մարդու խորհուրդները մաքուր է, երբ որ այն Քրիստոսի ներկայությամբ լի է, նա պարզամտությամբ կարող է ուրախանալ եւ ցնծալ պարզ խոսքից, պարզ հայացքից, պարզ ողջունից, պարզ ուշադրությունից, պարզ փոքր նվերից։ Եվ եթե ոչինչ էլ չկա, ամեն առավոտ երբ որ նա լույսը տեսնում է, իր սրտը ուրախանում է եւ փառք է տալիս Աստծուն։ Այստեղից է ծնունդ առնում մարդու պաշտամունքը, մարդու երկրպագությունը։ Այստեղից է ծնունդ առնում, այս հոգեվիճակից է ծնունդ առնում։ Երբ որ չկա դա, երբ որ սիրտը կարծրացած է մեղքերով, նրա պաշտամունքն էլ պաշտամունք չէ, նրա քարոզն էլ քարոզ չէ, նրա խոսքն էլ խոսք չէ, նրա աղոթքն էլ աղոթք չէ։ Պահպանիր սիրտդ, որովհետև ասում է այնտեղից են կյանքի աղբյուրները։ Մենք կգանք դրան։ Գործնականում ինչպես պաշտպանենք մեր սիրտը, սրա մասին ենք խոսում
անցյալ կիրակի։ Եվ նախ ասացինք, որ մտնողի հանդեպ զգոնություն ցուցաբերելով այն ամեն ինչ մուտք է գործում քո սիրտ, այն ամեն ինչ ջանք է անում մուտք գործել քո սիրտ, այն ամեն ինչ սիրտդ քաշում է, զգոնություն պիտի անես։ Միշտ այն պետք է ֆիլտրես, արդյոք սա կարող է վնասել իմ ներաշխարհը, սա կարող է վնասել իմ հոգևոր միտքը, սա կարող է վնասել իմ հոգևոր ընթացքը, սա կարող է վնասել իմ զգացումները։ Եվ մենք օրինակ բերեցինք Սամսոնի կյանքից, ինչպես կորցրեց նա իր ուժը, այն ուժը, որը նա փառապանծ էր դարձնում, անզգույշ գտնվելով մի կնոջ հանդեպ։ Եվ մեր կարդացած հատվածի մեջ մենք տեսանք, բազմիցս շեշտվում է, որ սիրտդ իմ հետ չէ, ասում է Դալիլան, իմ հետ չէ սիրտդ, սիրտդ ինչ չես բացում, սիրտդ փակել ես, սիրտդ, այսինքն միշտ ուզում էր թիրախը սիրտն էր, մոտ գործեր սրտի միջոցով, որտեղ հենց դա է չարը, երբ որ գրավում է սիրտը, նա գրավում է ողջ գանձարանդ։ Դա որ զգուշ եղին ինչ եւ ով է մուտք գործում քո սիրտ։ Զգուշ եղեք, կառավարելի դարձրեք ձեր զգացմունքները։ Անկառավարելի զգացմունքները հեշտ թիրախ են սատանայի համար։ Նա հեշտությամբ կարողանում է խոցել սիրտը մարդու։ Դրա համար ավելի մեր սիրտը պետք է կառավարվի մեր հոգևոր իմացականությամբ, քան մեր հոգևոր զգացմունքներով։ Նաև խոսեցինք աղոթքի եւ խոսքի միջոցով։ Պետք է գիտակցենք, հասկանանք, որ սրտի պահպանությունը դա մեր մարդկային գործոնը չէ։ Այնտեղ մենք կարիք ունենք մեր Փրկիչներ Հիսուս Քրիստոսի աջակցության, Սուրբ Հոգու զորակցության։ Անաղոթք հնարավոր չէ պաշտպանել սիրտը։ Քանի որ մեր մարդկային իմաստությունը, մեր մարդկային կյանքի փորձը այդքան չէ, որ մենք կարողանանք հասկանալ դրա պաշտպանության կարևորությունը, որքան էլ հիմա քարոզ լսենք, այնպես չի, որ այս քարոզից հետո գիտեք մենք բոլորս ապահովված պաշտպանված այստեղից դուրս են գալու։ Ոչ, այդ պաշտպանությունը կգա, ապահովությունը կգա, երբ որ մենք Քրիստոսի Սուրբ ներկայությունը այնտեղ կհաստատենք, երբ որ շարունակ մենք աղոթքի կյանքի մեջ կլինենք, երբ որ շարունակ ծնկաչոք Տիրոջը պաշտպանությունը կխնդրենք։ Նաև սրտի պաշտպանությունը տեղի ունենում խոսքի միջոցով։ Դիվային հարձակումների դեմ, մեղավոր զգացողությունների դեմ, մեղավոր փափագների ու ցանկությունների դեմ Աստծո խոսքով պետք է պայքարել, ոչ թե մեր, չգիտեմ, մարդկային ուժերով։ Խոսքը, որ ուժ ունի, հանդարտեցնելու եւ վտարելու չարի հարձակումները։ Ամեն անգամ, երբ որ սատանան ուզում էր Հիսուսին փորձության լեռան վրա անապատում եղած ժամանակ, ամեն անգամ, երբ որ Հիսուսի մոտ ուզում էր ցանկություններ ծնել, հարձակումներ գործել սրտի վրա, ցանկությունների վրա, պատասխանը խոսքով էր հնչում։ Դրա համար խոսքի իմացությունը շատ կարևոր է։ Խոսքին, Աստծո խոսքին անգիտակ հավատացյալը միշտ ենթարկվելու է հարձակումների, միշտ ենթարկվելու է եւ շարունակ պարտություններ է կրելու։ Այնպես որ թանկագին քույրեր եղբայրներ, գործնական, պրակտիկ, ամեն օր մենք պետք է որոշենք, որ ամեն օր ես իմ օրը պետք է սկսեմ աղոթքով եւ Աստծո խոսքով։ Ամեն օր ճիշտ հաց ուտելու պես, ջուր խմելու պես։ Ամեն օր աղոթքն ու խոսքը պետք է դառնա մեր ռեժիմի, մեր առօրյայի անկախտելի մասը։ Եվ լոկ միայն կարդալ չէ, այլ խոկալ, խորել, մտորել կարդացածի մասին եւ աղոթել դրա շուրջ։ Հոգևոր կյանքում փորձառություն ունեցող հավատացյալը զանազանում է Սուրբ Գիրք կարդացողի աղոթքը Սուրբ Գիրք չկարդացողի աղոթքից։ Գիտեք դա։ Որովհետեւ Սուրբ Գիրք կարդացողի աղոթքը Աստծո կամքի համեմատ է հնչում։ Սուրբ Գիրք չկարդացողի աղոթքը կարա լինի ամեն ինչի մասին, բայց ոչ Աստծո կամքի մասին։
Որովհետև Աստծո կամքին գիտակ մարդն է, որ կարողանում է Աստծո կամքի համեմատ աղոթել։ Կա տարբերություն, թե ոչ։ Հոգևոր կյանքում փորձառություն ունեցող, հավատքի կյանքի մեջ փորձառություն ունեցող հավատացյալը զանազանում է Սուրբ Գիրք կարդացողի, բայց դրա մասին չխորողի աղոթքը։ Կարող է կարդա, բայց դրա մասին չխորի։ Կարդում է մի բան, աղոթում է լրիվ ուրիշ բան։ Որովհետև կարդացածը միտք չառավ։ Ինչպես Տիրոջ խոսքը մեզ պատմում է, ասում է միտք առեք։ Այսինքն մտածեք։ Ինչ որ լսեցիք, ինչ որ կարդացիք, մտածեք դրա մասին։ Նույնն է եւ պատգամը լսելուց հետո դրա մասին պետք է մտածել, մտորել, որովհետեւ պաշտպանենք մեր սիրտը։ Այսօր եւս ուզում եմ խոսել մի քանի կարևոր բաների մասին, որոնք անհրաժեշտ են սիրտը պաշտպանելու համար։ Գործնականում ինչպես պետք է պաշտպանենք սիրտը։ Երրորդ, ուրեմն, խոստովանության եւ զղջման միջոցով։ Խոստովանության եւ զղջման միջոցով։ Խոստովանությունը ու զղջումը անհրաժեշտ պայման է, որպեսզի մեղքը արմատախիլ արվի մեր սրտից։ Մեղքը բույն չդնի այնտեղ։ Որտեւ երբ է սկսում չարը գործել մեր սրտից ներս, երբ է սկսում նա այն նվաճել մեր սիրտը, երբ մենք մեղքի հանդեպ անտարբերություն ենք ցուցաբերում, երկրորդ, երբ մեր գործած մեղքերի համար չկա իրական ճշմարիտ անկեղծ զղջում։ Այդ ժամանակ մեղքը սկսում է մեր մեջ արմատավորվել, արմատ գցել, ծիլ տալ եւ քաղցկեղի նման սկսում է մարդու հոգևոր ներաշխարը, հոգևոր ինտելեկտը, հոգևոր իր սիրտը սկսում է նվաճել, գրավել։ Ճիշտ քաղցկեղի նման։ Ինչպես է քաղցկեղը տարածվում։ Ճուղավորվելով, չէ՞։ Այդպես եւ մեղքը սկսում է քաղցկեղի նման մարդու ներաշխարի մեջ բույն դնել եւ կամած սկսում է գրավել ու քայքայել մարդու հոգևոր աշխարհը, երբ չկա զղջում ու խոստովանություն։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ մեղքի հանդեպ ավելի մենք թեթև ենք նայում, մեղքին ավելի թեթև ենք նայում եւ մեղքի մասին քարոզներ առանձնապես շատ չի հնչում եկեղեցիներում։ Մեր քարոզներն ավելի այսպես ոգեշնչող են, մոտիվացնող են։ Որովհետեւ մարդկանց հաճելի չէ լսել մեղքի մասին։ Բայց դա ազնիվ վերաբերմունք չէ Աստծո ժողովրդի հանդեպ։ Որովհետև եթե դու ջանք չես գործադրում բուժումը տալ ժողովրդի հիվանդություններին, այլ դու փափուկ բարձ ես դնում նրանց գլխի տակ, սա խաբեություն է եւ մեղքի Աստծո եւ Աստծո ժողովրդի առաջ։ Տեսեք, ինչ է ասում Եբրայեցիս նամակի մեջ առաքյալը, Եբրայեցիս 12, 14 եւ 15-րդ խոսքերը։ Խաղաղության ետևե եղեք ամենուն հետ եւ սրբության առանց անոր մեկը պիտի չտեսնե Տերը։ Զգուշացեք չլա, որ մեկը Աստծո շնորհքեն ետ մնա, չլա, որ դառնության արմատը վեր երևնալով ձեզ նեղե ու անով շատերը պղծվեն։ Խաղաղություն անհրաժեշտություն է հոգևոր կյանքում։ Լսեք, խնդրում եմ։ Խաղաղություն Աստծո հետ։ Երկրորդ, խաղաղություն ասում եմ ամենուն հետ։
Մենք կարանք խնդիրներ ունենանք ուրիշների հետ եւ անտարբեր լինենք դրա հանդեպ։ Մենք անհոգ գտնվենք, որ մենք խաղաղություն չունենք իրար հետ։ Այն ինչը որ մեր ներքին խաղաղությունը վնասում է, այն կարող է վնասակար դառնալ նաև մեր հոգում։ Եվ ինչ է ասում է խաղաղության ետևեն եղեք ամենուն հետ եւ սրբության առանց ասոր մեկը պիտի չտեսնե Տերը։ Հասկանում եք, խնդիրը լուրջ է։ Նաև ասում է զգուշացեք չլա որ մեկը Աստծո շնորհքեն յետ մնա։ Չլա որ դառնության արմատը վեր ելնելով ձեզ նեղե եւ անով շատերը պղծե։ Աստծո շնորհքից յետ մնալ է եղել, մենք չենք իմացել։ Ձեզ բաներ էլ է սովորացնում Սուրբ Գիրքը, այսօր շատերը չեն ուզում այս խոսքերն ուշադրություն դարձնել, ասում են, չէ, ինչ եք խոսում, ամեն ինչ Աստծո շնորհքով է, դու կապ չունես եւ այլն։ Դեռ Աստծո շնորհքն է անում, դու ընդհանրապես գործ չունես անելու, բան չունես անելու։ Այդ այստեղ ասում են, զգուշ եղի Աստծո շնորհքից յետ չմնաս։ Նայ որ Աստծո շնորհքից յետ չմնաս։ Մեկ Աստծո շնորհքից յետ չլա, որ դառնության արմատը վեր ելնելով ձեզ նեղե ու անով շատերը պղծվեն։ Նրանք ովքեր վախ չունեն Աստծո շնորհքից յետ մնալու, հանգիստ թողնում են դառնության արմատները իրենց հոգում բուն դնեն։ Եվ խաղաղության մեջ չեն։ Առաջ մեր հովիվը իմանար, մեկը մյուսի հետ անհաշտ է, մեկը մյուսի հետ խնդիր ունի, նա երբեք չէր թողնի նրան հաղորդության սուրբ սեղանին մոտենար։ Ասում էր զոհդ թող, գնա եղբորդ հետ հաշտվի, նոր կգաս կմասնակցես հաղորդությանը։ Ինչպես Սուրբ Գիրքն է պատվիրում։ Դրա համար մեր ժողովուրդը ահով ու դողով էր, հանկարծ տունը կոնֆլիկտ, հարսը կեսուրի հետ կոնֆլիկտ չունենար, կեսուրը հարսի հետ կոնֆլիկտ չունենար։ Մեր եկեղեցում այս խոսակցությունները միշտ կային։ Անհաշտություն կար։ Մարդը լացելով գալիս էր, ասում էր հարսես հետ խնդիր ունեմ։ Չեմ կարողանում, ես արդեն 2-րդ ամիսն է չեմ կարողանում մոտենալ հաղորդության։ Ինչ անեմ։ Հովիվը ասում է, յուրեղբայրն ասում էր, գնա խոնարհվի, հաշտվի։ Եսդ թոր դիր մի կողմ հաշտվի։ Հիմա այդպեսի բան կա։ Մարդիկ անհաշտ մարդկանց ձեռնադրում են հովիվ են սարքում։ Անհաշտ։ Մեր եկեղեցում անհաշտ մարդուն թույլ չէին տալիս հաղորդության մոտենային։ Հիմա անհաշտ մարդիկ հովիվ են ձեռնադրվում, հաղորդություն են տալիս։ Փոխվել է։ Սուրբ Գրքի այս կարևոր սկզբունքները այսօր ոտնահարված են։ Այնինչ Աստծո խոսքն ասում է, որ զգուշացեք չլա մեկը Աստծո շնորհքեն յետ մնա, չլա որ դառնության արմատը վեր ելնելով ձեզ նեղե ու անով շատերը պղծվեն։ Սիրտը պետք է պաշտպանել զգուշ լինելով, որ ոչ մի դառնության արմատ այնտեղ բուն չդնի, որովհետև դառնության արմատը վեր է ելնելու, ձեզ նեղելու է, հետո պղծելու է։ Ուրեմն վիրավորանք, նեղվածություն, որևէ չխոստովանված մեղք։ Հանգիստ մի ընդունեք այն, հանգիստ մի տարեք այն։ Թեթև պետք չի նայել դրան։ Չասել դե լավ ուրիշներն այս բաներ են անում, ես եմ արածը ի՞նչ է։ Սրտիդ մեջ եթե ուզում ես մեկին չես սիրում, ուրեմն դու խնդիր ունես։ Սրտիդ մեջ եթե ուզում ես անտարբեր ես, ուրեմն խնդիր ունես։ Որովհետև բանին իմանալ չանելը մեղք է գրված է։ Ոչ թե չարանելն է մեղք մենակ, այլ բարին իմանալ եւ չանելն է մեղք։ Եվ այսպես մենք անփույթ եւ անհոգ ենք գտնվում տարատեսակ մեր կարճ խելքով թեթև մեղքերի հանդեպ, իսկ դրանք ինչ են անում։ Դրանք բույն են դնում մեր մեջ։ Զավակը ծնողի հետ է խոսում, ոնց ուզում է, անարգալից, հետո կարող է գա եկեղեցի տիրոջը պաշտի։ Չի լինում այդպես, սիրելիներս։ Չի լինում այդպես։ Դա Աստծո առաջ ուղիղ չէ, դա վնասելու է սիրտդ։ Դրա համար մեր անձը պետք է խոնարհեցնենք Աստծո առաջ եւ իրարու առաջ։
Եվ մեր գործողը պետք է պատրաստ լինի եւ խոստովանելու, ընդունելու, ներողություն խնդրելու, որովհետեւ Աստված խոնարհներին է շնորհք տալիս։ Հպարտներին նա շնորհք չի տալիս, այլ ընդհակառակը հպարտներին հակառակ է կենում գրված է։ Առաջին Հովանու 3:20-22։ Եթե մեր սրտերը մեզ մեղադրեն, մենք գիտենք, թե Աստված մեր սրտերեն մեծ է եւ ամեն բան գիտե։ Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, այն ատեն համարձակություն կունենանք Աստծո առջև կենալու։ Եվ ինչ որ խնդրենք, կառնենք անկե, վասնզի իր պատվիրանքները կպահենք եւ իր առջև հաճելի եղած բաները կնենք։ Ամեն։ Նախ ասում եմ, եթե մեր սրտերը մեզ մեղադրեն, մենք գիտենք, թե Աստված մեր սրտերեն մեծ է եւ ամեն բան գիտե։ Մի կողմից լավ է, որ մեր սրտերը մեզ մեղադրում են, մի կողմից էլ վատ է։ Կամ հակառակն ասեմ, մի կողմից վատ է, որ մեր սրտերը մեզ մեղադրում են, բայց ուրիշ կողմից որ նայում ես, ասում ես լավ է։ Վատ է, որ մեր սրտերը մեզ մեղադրում են, որովհետև խնդիր կա, հանցանք կա, մեղք կա, դրա համար էլ սիրտդ մեղադրում է։ Լավ է, որ սիրտդ մեղադրում է, որովհետև սա ցուցիչ է, որ դու դեռ ողջ ես։ Մեռած չես, որովհետև հավատքի կյանքի մեջ մեռածների սրտերը իրանց չեն մեղադրում։ Հիմա չգիտեմ, որից դուք ուրախացաք։ Ուրախացաք, որ ձեր սիրտը չի մեղադրում ձեզ, թե այսի կեշիշ լավ է, փառք Աստծո, սիրտը ինձ մեղադրում է։ Այստեղ ասում է, եթե ձեր սրտերը ձեզ մեղադրում են, իմացեք, որ մեր սրտից ավելի մեծ մեկը կա եւ Աստված ամեն բան գիտե։ Աստված ավելին գիտե, քան մենք կարծում ենք։ Եվ մեր սիրտը, եթե կարա մեզ մեղադրի, մեր սիրտը, հա մեղքով քիչ թե շատ, այսպես վիրավոր այդ օրգանը կարա մեզ մեղադրի, ու ոչ ֆիզիկական օրգանի մասին է խոսքը, արդեն մեր կոնտեքստի հիշում եք, ինչ նկատի ունենք ասելով սիրտ։ Ուրեմն եթե այդ վիրավոր օրգանը կարա մեզ հանդիմանի, մեր գործած մեղքի համար, թանկագինս, որքան ավելի Աստված, որ ամեն բան գիտե, ծածուկ բան չկա Աստծուց, մոռացված բան չկա Աստծուց։ Ուրեմն մենք հարցին լուրջ պետք է նայենք։ Մյուս խոսքն ասում է, սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, այն ատեն համարձակություն կունենանք Աստծո առջև կենալու։ Սրտի պաշտպանությունը այնքանով է կարևոր, սիրելիներ, որովհետև այն մեզ տալիս է համարձակություն Աստծո առջև կանգնելու։ Երբ մեր սիրտը պաշտպանված է, մենք ունենում ենք համարձակություն Աստծո առաջ գալու։ Եկեք անկեղծ լինենք, երբ մենք չխոստովանած մեղք ունենք, մեր աղոթքը ստացվում է։ Կարողանում ենք աղոթել, կարողանում ենք լիարժեք ամբողջ սրտով աղոթել, կարողանում ենք։ Չենք կարողանում, չէ՞։ Չի ստացվում։ Այնպես կարող է սովորության համաձայն մի քանի խոսք այսպես ասել, բայց այն լիաթոք, այն շունչը բաց, սուրբ հոգով ներշնչված այդ աղոթքը չկա։ Որովհետև համարձակությունը չկա։ Իսկ ինչու չկա համարձակությունը, որովհետև մեղադրանք կա։ Ով է մեղադրողը։ Սիրտը։ Որպեսզի սիրտը չմեղադրի մեզ, այն արմատների մասին հիշում եք, որ կարդացինք։ Թույլ պետք է չտանք, որ որևէ մեկ մեղք չներած հանցանք, այնտեղ արմատ գցի, նվաճի մեր սիրտը, գրավի այն, զգոնություն պետք է ցուցաբերենք։ Դարձել առաքյալն ասում է զգոն լինենք հեշտությամբ կամ ջուրավ պաշարող մեղքերից, այսինքն այն մեղքերից, որոնք որ հեշտությամբ են գրավում քո սիրտը, քո հոգին, քո ներաշխարը,
հեշտ գործվող են մեղքերից առանձնահատուկ զգուշավորություն ցուցաբերես։ Դու կարաս հանգիստ դա անես, նշանակում է դա հեշտությամբ այն դյուրավ պաշարող մեղքերն են, որոնք որ քո սիրտը գրավել են եւ այն ճուղավորվելու է եւ այն վնասելու է եւ այն քանդելու է եւ խլելու է շատ կարեւոր բան ինձանից եւ քեզանից, այն է մեր համարձակությունը Աստծո առջև գալու։ Դրանով շատ անգամներ մենք չենք աղոթում, աղոթքի կյանք չունենք, ինչու որովհետեւ համարձակություն չունենք։ Ինչու համարձակություն չունենք, որովհետեւ մեր սրտերը մեզ մեղադրում են։ Ինչու են մեր սրտերը մեզ մեղադրում, որովհետեւ այնտեղ կան արմատավորված մեղքեր։ Սրանք են հեշտությամբ մեր ներաշխարը գրավող մեղքերը։ Ու քանդումը, իմացեք, մեղքը ոչ միայն մեզ է վնասում, մեղքը վնասում է նաև մեր շուրջիններին։ Քանդում է մեր հարաբերությունները, քանդում է վստահությունը, քանդում է լիքը բան, մեր 4 կողմը վնաս է հասցնում։ Դա մեր սրտի պահպանությունը շատ կարևոր է, շատ կարևոր։ Իսկ երբ որ կա համարձակություն, 21-րդ խոսքն ասում է. «Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, այն ատեն համարձակություն կունենանք Աստծո առջև կենալու»։ 22-ն ասում է. «Եվ ինչ որ խնդրենք, կառնենք անկե, վասնզի իր պատվիրանքները կպահենք ու իր առջև հաճո եղած բաները կնենք»։ Արի ու տես, որ ինչ որ խնդրենք, կառնենք Աստծուց, որովհետև ասում է իր պատվիրանները պահում ենք եւ իրեն հաճո եղած բաներն ենք անում։ Շատ անգամներ մենք Աստծուց խնդրում ենք ու չենք առնում, ու մենք մեզ հարց չենք տալիս, ինչու չենք առնում։ Գուցե իր պատվիրանները չենք պահում եւ իր առջև հաճո եղածը չենք անում։ Չէ, դե հիմա թազա ուսուցիչներն ասում են, չէ, այդպես չէ, դու շնորհքով Աստված իր շնորհքն է տալիս է քեզ, իր ողորմությունը, նա չի նայում արժանես, անարժանես եւ այլն, ինքը sense տալիս է եւ այլն։ Արի ուտես, որ այստեղ ասում են, որ չէ, մեր առնելիքը շատ հաճախ կապված է մեր արժանիքի հետ, որքանով ենք մենք իրեն հաճո կյանք ապրում եւ որքանով ենք մենք իր պատվիրանները պահում, փոխկապակցված է թե ոչ։ Այս սուրբ գիրք եմ կարդում, թե ուրիշ բան եմ կարդում, ի վարքյան։ Չէ, մար սուրբ գիրքն է։ Քո ձեռի տակի նույն սուրբ գիրքն է։ Էսի ուրիշ գիրք չեմ բերել այստեղ կարդում։ Ուրեմն սրտից է կյանքի աղբյուրները, այդ որ ասում է, եւ ինչ որ խնդրում ենք, առնում ենք, որտեղ իր պատվիրանները պահում ենք եւ իր առջև հաճո եղածն ենք անում, այդ առաստեն մեզ ուրախացնում է, չէ՞, մեր կյանքը լցնում է, չէ՞, ուրախության։ Արի ու տես կյանքի աղբյուրները որտեղից է, որ խորքին գնում ես։ Այստեղից։ Սրտից։ Այսինքն դա լուրջ կապված է սրտի հետ։ Եվ վերջապես առաջին Հովանու 1-ին ասում է. «Եթե խոստովանենք մեղքերնից հավատարիմ ու արդար է անիկա մեր մեղքերին թողություն տալու եւ մեզ ամեն անիրավությունից սրբելու»։ Փառք Տիրոջ, որ սրբող ունենք։ Մեր տկարությունները սրբող ունենք։ Մեր հանցանքները սրբող ունենք։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդար են մեր մեղքերին թողություն տալու։ Աստված կանգնած չէ, սպասում է, թե դու երբ ես սխալվելու, որ քո գլխին գավազանով խփի, այլ նա սպասում է, որ դու, ես զգանք մեր հանցանքը, զգանք մեր սխալը, խոստովանությամբ գանք Տիրոջ առաջ ու զղջմամբ գանք Տիրոջ առաջ, ու ասում է հավատարիմ ու արդար է նա մեր մեղքերը ներելու ու մեզ սրբելու ամեն անիրավությունից։ Փառք Տիրոջ, սենց Աստված ունենք։ Մենք այդպես չենք վարվում, սիրելիներս։ Մենք այդպես չենք վարվում։ Մեկը 100 հատ լավ բան անի, մի անգամ սխալվի, մի հատ սխալ գործի մեր հանդեպ, մի հատ մեղ գործի մեր հանդեպ, մեր վստահությունը չարշա եւ այլն, վերջ ամբողջ կյանքներս հիշելու ենք։ Ամեն հնարավոր եւ անհնար միջոցներ գործածելու ենք, որ նրա քիթը գետնին քսենք, միջևեր ստորացնենք, միջևեր իր տեղը ցույց տանք, իր ով լինելը ցույց տանք եւ այլն։ Աստված այդպես չի անում։ Աստված ընկածին բարձրացնում է, տկարին զորացնում է, մեղավորին սրբում է, ընդունիր Աստծո նվերը, ընդունիր Աստծո շնորհքը, ընդունիր։ Եվ սիրտդ լվացվելու է, սիրտդ մաքրվելու է, սիրտդ նորոգվելու է, սիրտդ կենթանանալու է, որտեվ խոստովանողը գիտի խաղաղության արժեքը, խոստովանողը գիտի ինչ է նշանակում քավված լինել, ներված լինել։ Փառք Տիրոջը,
Փառք մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա ներող Աստված է, որ նա մեղավորի կորուստը չի ուզում, այլ սպասում է նրա ապաշխարությանը, նրա զղջմանը։ Աստված չի ուզում, որ դու քո մեղքերիդ համար տանջվես, քիթդ գետնին քսվի։ Աստված ուզում է, որ դու շուտ դարձի գաս, շուտ ապաշխարես, շուտ խոստովանես, շուտ զղջաս, խաղաղությունդ վերագտնես, որովհետև քո խաղաղությունը իր սրտի ուրախությունն է։ Քո ուրախությունը իր ուրախությունն է։ Որ մի ծնողին է հաճելի տեսնել շարունակ իր երեխան լացելիս։ Ես հիմա եմ հասկանում դա։ Երբ որ երեխայիս վատ արարքի համար ես հանդիմանում եմ ու ինքը սկսում է լացել, իմ սիրտը կոտրվում է։ Երբ որ տեսնում եմ երեխուս հոնգուր լաց, ես հասկանում եմ այդ լացը անհրաժեշտ է, որ ինքը զգա իր սխալը, բայց ամենաշատը գիտեք ինչ եմ փափագում, որ ինքը շուտ ընդունի, շուտ զգա իր մեջ, շուտ խաղաղվի, այդ արդյունքը դադարի եւ ընդունի ներումը։ Ես այն գլխից եմ ներել իրան, բայց ինքը շուտ հասկանա, շուտ գիտակցի ու այդ ներումը ընդունի ու խաղաղվի, ուրախանա։ Հենց որ ինքը վերադառնում է խաղալու էլի, սիրտս ուրախ է։ Երբ որ այդ նեղված, վիրավորված վիճակից հետ է գալիս, Աստված մեզ այսպես ոտքով չի հարվածում սաղիս, գիտեք, մեր տեղը ցույց տալու եւ այդ դա Աստծո էությունը չէ, Աստծո բնույթը չէ։ Աստված ուզում է իր զավակների ուրախություն, Աստված ուզում է իր զավակների խաղաղություն, Աստված ուզում է իր զավակների ցնծությունը։ Ինձ ու քեզ տրտմեցնողը Աստծո հանդիմանությունները չեն։ Ինձ ու քեզ տրտմեցնողը մեր չխոստովանած մեղքերն են։ Աստված բարկանում է մեր գործած մեղքերի համար, որովհետև մեր մեղքերն են, մեր սրտում փայփայած մեղքերն են, որ խլելու են մեր ուրախությունը։ Իսկ երբ որ խլված է մեր ուրախությունը, Աստծո սիրտը ուրախ չէ։ Հասկանում եք կապակցությունը։ Դրա համար խոստովանությունը անհրաժեշտություն է։ 4. Ինչպես գործնականապես պաշտպանենք մեր սիրտը։ Սուրբ ցանկություններ պահելով կամ սուրբ ցանկություններ փափագելով, փայփայելով։ Սիրտն էլ անոթի պես մի բան է։ Ինչով որ այն լցնես, դրանով պատված կլինի այն։ Մեղավոր ցանկություններ ես լցնում այնտեղ, այն ամբողջությամբ գրավում է եւ պատում այդ անոթը, կյանքդ, ներաշխարհդ։ Բարի ցանկություններ, բարի փափագներ, բարի խորհուրդներ։ Դրանով է լեցուն լինում քո սիրտը եւ դրանով է լեցուն լինում քո կյանքը։ Սաղմոս 16 8 եւ 9 համարները։ Հետո կուզեմ շարունակել վերջին համարին էլ հասնել։ Ամեն ատենտերը իմ արջևս դրի, որովհետև իմ աջ կողմս է, պիտի չսասանեմ։ Ասոր համար սիրտս ուրախ եղավ ու փառքս բեր կրեցավ ու մարմինս ալ հույսով պիտի հանգստանա։ Սրտի ուրախությունը եւ մարմնի հանգստությունը պայմանավորված է մի շատ կարևոր բանով։ Մեր փափագը սրտի ուրախությունն է եւ մարմնի հանգստությունը։ Այս մենք չգիտենք էդի ոնց հասնենք դրան, ոնց լինի դա։ Ասում ենք, այս ունենանք, այն ունենանք, սրտերս հանգիստ կլինի, մեր մարմինը հանգիստ կլինի, սրտերս էլ ուրախ կլինի։ Հետո հասնում ենք ինչ որ միտեղ ունենում ենք եւ այլն, չի լինում։ 2 օր առաջ, 2-3 օր առաջ Իլոն Մասկը, գիտեք, աշխարհի ամենամեծարուստ մարդն է, մի հատ նոր ռեկորդ սահմանեց, նոր ֆինանսական ռեկորդ սահմանեց։ 800, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ներող եղեք, բայց հաստատ 800 եւ անց էր։ Իր ֆինանսական միջոցները նոր ռեկորդ սահմանեցին, համաշխարհային ռեկորդ, 816 միլիարդ դոլար։ Գրեթե հասնում է 1 տրիլիոն դոլար իր ունեցվածքը։ Պատկերացնում եք։ Սա մի ահռելի թիվ է, այսինքն դա սա մի ահռելի թիվ է, սա չափել հնարավոր չէ։ Սա նա օրական
միլիոնավոր դոլարներ ծախսի չի կարա, մինչև կյանքի վերջ չի կարա դրա 10%-ը վերջացնի։ Դա մեծ թիվ է։ Եվ գիտեք, ինչ գրառում էր արել։ Ասել էր ես հասկացել եմ մի բան, որ փողի շատությունը երջանկության հետ կապ չունի։ Էս էր իր երկտողը։ Ինքը սոցիալական իր ցանցում, կայքերում այս երկտողն էր թողել, որ սա երջանկության հետ կապ չունեցող բան է։ Բայց այս հինավուրց գրքում, որ մենք հավատում ենք Աստծո ուղեցույցն է մարդուն, որ տանում է դեպի երջանկություն։ Այստեղ կարևոր մի բան է ասում։ Ասում է ամենատեն Տերը իմ առջևս դրի։ Որտեղ իմ աջ կողմս է պիտի չսասանեմ։ Այսօր համար սիրտս ուրախ եղավ եւ փառքս բերկրեցավ եւ իմ մարմինս ալ հույսով պիտի հանգստանա կամ կհանգստանա։ Գաղտնիքը ասում է Տերը միշտ իմ առջևս դրեցի։ Աստված միշտ իմ առջևս դրեցի։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է առջևից ես չեմ գնում։ Ես Տիրոջը միշտ առջևից եմ դնում եւ ես նրան եմ հետևում։ Ինքը ոնց ասի, ես այդպես եմ քայլելու։ Ինքը որ ուղղությամբ առաջնորդի ինձ, ես այդ ուղղությամբ եմ գնալու։ Գիտեք ինչու ենք գալիս եկեղեցի։ Չեն գալիս երգելու համար, չեն գալիս մենակ շատ աղոթելու համար, չեն գալիս ինչ որ օրհնվելու համար, չեն գալիս ինչ որ դասեր ուղակի տենց եւ այլ։ Մենք գալիս ենք եկեղեցի առաջնահերթ Աստծո առաջնորդությունը ճանաչելու համար, իմանալու համար, ուղղորդումը ճանաչելու համար։ Եթե դու գալիս ես եկեղեցի, բայց Աստծուն առջևդ չես դնում, դու ես առջևից գնում, այս ամեն ինչը պարապ ժամանակի անցնել։ Ես այսպես եմ ուզում, ես այսպես եմ, ես սենց եմ զգում, ես այսպես եմ զգում, ես սենց, ես այստեղ երկրորդ պլան պետք է մղվի։ Առաջին պլանում պետք է լինի միշտ Տերը։ Միշտ Տերը։ Իսկ Տերը ինչ է ասում։ Տերը ինչ է խոսում։ Որտեվ քո երջանկությունը, սրտիդ ուրախությունը, բերկրանքդ, կյանքի աղբյուրները։ Այստեղից է, երբ որ ասում է իմ առջևս դրի, ասում է իմ աջ կողմս է քանզի։ Իմ առջևս դրեց։ Ինչ է նշանակում իմ աջ կողմս, այսինքն իմ նախապատվությունս է, իմ առաջնահերթությունս է, իմ ուժն է։ Իմ ուժն է եւ դրա համար ասում եմ Տեր, միշտ առջևիցս, ես միշտ քո հետևից։ Ուր որ տանես, ոնց ասես, ոնց ուղղորդես։ Ես հրաժարվում եմ իմ կամեցողությունից, ես ընտրում եմ քո կամեցողությունը։ Կամ ես իմ սրտի ղեկը հանձնում եմ քո ձեռքերում։ Դու առաջնորդիր ինձ, ես քո ծառան եմ, ես քո աղախինն եմ, ես հետևում եմ, ինչպես որ տանես առաջ։ Հետևանքը ինչ է, գիտեք, հետևանքը ասում եմ, այսօր համար սիրտս ուրախ եղավ։ Այս սիրտը ուրախ է լինում մենակ այն ժամանակ, այս սիրտը պաշտպանված է լինում, ապահովում է մենակ այն ժամանակ, երբ որ Տերը առջևից է գնում, երբ որ Տերը չի գնում առջևիցդ։ Այս սիրտը անընդհատ հարվածներ է ստանում, հարվածներ է ստանում։ Դրա համար մենք ուրախ չենք։ Եկեղեցի գալ, ամբողջ օրը աղոթքի մեջ լինել, սուրբ գիրք կարդալ, սերտել, քննել, ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ ոչ քարտեզը գիտեմ, ոչ ճամփաները գիտեմ, ոչ դրա ուժը ունեմ, ոչ իմաստություն ունեմ։ Այսինքն մենք կյանքի ինչ որ մի этаպում պետք է ընդունենք մեր հիմարությունը, ընդունենք մեր անօգտականությունը եւ ուղղակի ամբողջությամբ հանձնվենք իրեն։ Ասենք Տեր, դու առաջնորդիր։ Աղոթում եմ, կարդում եմ, սովորում եմ, գալիս եմ եկեղեցի, լսում եմ Աստծո խոսքը, էլի եմ ուզում լսել։ Մի հատը քիչ է, գալիս եմ հովին, նեղում եմ, ասում եմ, «Էս ի՞նչ է մի պաշտամունք ենք անում, այ մարդ, երկրորդը կեր արի բացենք, երրորդը ինչու, որովհետև ես կարիք ունեմ նրա առաջնորդությունը ամեն օր ճանաչելու, ամեն օր իմանալու»։ Ոչ թե ամեն պատե անպատե առիթ, ամեն
փոքր կներեք խոսքիս համար ստից առիթ օգտագործում ենք, որ այսօր արդարացնենք մեր Աստծո տուն չգալը, այսօր արդարացնենք մեր սուրբ գիրք չկարդալը, այսօր արդարացնենք մեր չաղոթելը։ Էսենց հավատացյալ կլինի։ Ու կարծում ես, որ սիրտդ ուրախ կլինի արդյունքում, պաշտպանված կլինի։ Ոչ։ Երբեք ոչ։ Էսա երջանկության, սա է երջանկության, սա է կյանքի ուրախության մեխանիզմը։ Այստեղ է գաղտնիքը, թանկագիններս, այն մնացած բոլոր բաները լավ է իմանալ։ Ես կարող եմ էլի շատ վարդապետեմ, լիք ուրիշ բաներ խոսեմ, հիմա դրել ուսումնասիրում եմ հրեշտակային դասերը, ինչ հրեշտակային դասեր կան, ովքեր են սերով փեները, ովքեր են քերով փեները, ովքեր են հրեշտակապետները, որոնք են նրանց ֆունկցիաները, ինչ գործեր ունեն։ Կարող սրա մասին խոսեմ, հա, այնպես հետաքրքրությունից ելնենք, երկինք իջնենք եւ այլն, բայց սրտի ուրախություն չի բերելու մեզ։ Մեր ուղեղը հետաքրքիր ինֆորմացիայով լցնելու է, բայց ոչ սրտի ուրախություն։ Աստծո ուզած այդ սիրտը պաշտպանված եւ ուրախ լինի։ Եվ ինձ եւ քեզ ուսուցանում է հենց սա։ Եթե ուզում ես իմանալ, սա քո կյանքի ամենակարևոր լսած քարոզներից մեկն է։ Բայց ես մենակ իմաստունների համար է։ Իմաստունը սա կհասկանա, իմաստունը սա կկարևորի։ Շոուներ, փնտրողներ այս ձևի քարոզներ չեն լսում։ Նրանց պետք չի սենց բաներ։ Նրանց բանն էլի տենց երկու հատ ձուկը շատանա, 5 հատ հացը շատանա, մեռել առողջանա, հիվանդը ոտի կանգնի, սենց բաներ լինի, տենց Հիսուսն էլ գիտեր, որ ժողովուրդը տենց բաներ ասում, ասում այդ ես սրա համար չէ, ինքը գնաց խաչվեց, որովհետև հոգևորության, հոգևոր աշխարհի, հոգևոր կյանքի ամենաբարձր, ամենամեծ այդ գագաթնակետը դա խաչն է։ Դա խաչն է։ Իսկ երբ որ նա խաչվում էր, այդ հազարավոր հետևորդները այնտեղ չէին։ Այնտեղ չէին։ Այդ հազարավոր հետևորդները այնտեղ էին, որտեղ որ կար ձուկը, երկու հատ ֆոկուսներ էլ էսպես sense բաներ անել, հրաշքներ անել, երկու հատ ձուկը 5000 հոգու կերակրել, 5 հատ հացը մի քանի հազար հոգու կերակրել։ Այստեղ ջրերի վրա քայլել, այս ինչ է վայլուն։ Այդ խաչը հավատքի կյանքի, հոգևոր աշխարհի, հոգևոր կյանքի գագաթնակետն է։ Եվ այստեղ քիչ մարդ կար։ Գրեթե ոչ մեկ։ Դու որտեղ ես, դու ինչ ես փնտրում։ Սիրտդ պաշտպանիր։ 10 եւ 11-ն ասում է, վասն իմ անձս գերեզմանի մեջ պիտի չթողնես, ու քո սուրբիտը լապականություն տեսնել պիտի չտաս, իսկ 11-ն ասում է, կենաց ճամփան ինձ պիտի ցուցունես, երեսիդ առջև լեցուն ուրախություն կա, քո աջ կողմդ միշտ հաճություններ կան։ Կյանքի ճամփան ինձ պետք է ցույց տաս, երեսիդ առջև լեցուն ուրախություն կա, եւ քո աջ կողմդ միշտ հաճություններ կան։ Կյանքի ճամփան է Տերը մեզ սովորեցնում, սիրելիներս։ Դրա համար սրտի պաշտպանությունը, սրտի ապահովությունը անհրաժեշտ է, որպեսզի մեր կյանքը լինի եւ ուրախությամբ, եւ հաճությամբ։ Պահպանենք մեր սիրտը։ Տիրոջը միշտ մեր առջևում պահելով։ Տիրոջի ետևից գնալով։ Նաեւ կարեւոր մի բան, որ ասում է Պողոս առաքյալը Փիլիպպեցիս նամակի մեջ, 4-րդ գլուխ 8-րդ խոսքում։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով, ինչ որ արդարությունով, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ առաքինություն եւ ինչ գովություն որ կա, անոնց մասին խորեցեք։ Մենք ասացինք, չէ, սիրտը դա մեր հոգևոր ինտելեկտն է, մեր խորհուրդներն է, սիրտը էդ է, սուրբ գրային իմաստով։ Հիմա այստեղ ասում է ինչի մասին խորեք։ Շատ կարևոր է մեր միտքը ինչով է լի, մենք ինչ ենք մտածում։ Այն ինչի մասին, որ մենք շարունակ մտածում ենք մեր օրվա ընթացքում, մեր առօրյայում, ինչի մասին որ մտածում ենք, այն էլ լցնում է մեր սիրտը, այն էլ գրավում է մեր սիրտը։ Հիմա այստեղ ինչ է ասում առաքյալը, ասում է, եւ վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, խորեք դրա մասին։ Ուրեմն խորեք այն ամենի մասին, ինչը որ ճշմարտություն, մենք գիտենք ճշմարտությունը ինչն է։
Ուրեմն խորենք ճշմարտության մասին։ Ո՞րն է ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն չի, ինչ որ դու ես մտածում ճիշտ է։ Մենք ինչու ենք տխուր։ Ինչու մեր սիրտը լի չի ուրախությամբ, որովհետև մենք մեր ճշտով ենք առաջնորդվում։ Մենք կարծում ենք սա է ճիշտը։ Ես դա եմ ճիշտ համարում։ Քո եսի ճիշտը ու Աստծո ճիշտը դրանք տարբեր բաներ են։ Ինչ որ ճշմարտությունը դրա մասին խորիր։ Մարդը ոնց կարա խորի այդ ճշմարտության մասին, երբ որ այդ ճշմարտությունը ճանաչելու ժամանակ չի հատկացնում։ Փափակ չունի, ցանկություն չունի, տրամադրություն չունի։ Էս է ճշմարտությունը։ Ինչ որ ճշմարտությունը դրա մասին խորեք։ Վերջապես եղբայրներ ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով է, դրա մասին խորեք։ Հազարով մի տեսակի մտքեր կարող են գալ մեր մոտ, բայց հարց տվեք, այս միտքը, որ հիմա իմ մեջ կա, այն ինչը որ ես սկսում եմ փայփայել այդ միտքը, դա պարկեշտ է, թե անպարկեշտ։ Ինչ է նշանակում պարկեշտ։ Այն ինչը որ հարիր է մեր կոչմանը։ Այն ինչը որ վայելուչ է մեր ով լինելուն։ Այն ինչ որ ես խորում եմ, ինքս իմ մեջ պետք է մտածեմ։ Նայեք, հիմա դուք չեք տեսնում ես ինչ եմ խորում։ Դուք տեսնում եք ինչ արտաքինս միայն մարմենական է եւ այլն, ֆիզիկական է, բայց ինչ կա իմ ներսը։ Սիրտը ինչպես պետք է պաշտպանել։ Պետք է պաշտպանել սուրբ ցանկություններ փայփայելով։ Սուրբ ցանկություններ։ Սուրբ ցանկությունը ո՞րն է։ Այն ինչը որ պարկեշտ է։ Այն ինչը որ մեր կոչումին համապատասխան է։ Դրա համար երբ որ գալիս է մեր մեջ խորհուրդներ, երբ որ քո մեջ մտքեր են, երբ որ քո մեջ մտածմունքներ են, այստեղ սկսում ես խորել դրանց մասին։ Միջև էտիկը հյուսես ու կդարձնես մի հատ ամբողջական, այսպես սվիտր կսարքես դրանից։ Միջև էտիկը հյուսես, մի հատ քեզ հարց տուր, էս պարկեշտ է, թե էս պարկեշտ չի։ Ինչ ցանկություն ուզում է լինի։ Շորից, կոշիկից, սկսած հարաբերություններից վերջացրած։ Այս հարաբերությունները, որ ես ունեմ, այս հարաբերությունները, որ ես փայփայում եմ, այս հարաբերությունները, որ ես կառուցում եմ, այս վերաբերմունքը, որ ես ունեմ, այն խոհերը, այն մտքերը, որ իմ մեջ կա, սրանք պարկեշտ են իմ կոչմանս, թե պարկեշտ չեն։ Իսկն սա իմ տեսակին համահունչ է, թե համահունչ չէ։ Իմ ով լինելուն համապատասխան է, թե համապատասխան չէ։ Հիշեք, հոգևոր կյանքը դա ցուցադրական կյանքը չէ, հոգևոր կյանքը մեր ներսի կյանքն է։ Որքանով են մեր մտքերը, մեր խոհերը պարկեշտ։ Էս է հոգևոր կյանքը։ Ռաման ասում է, խորեք այն ինչը որ ճշմարտությունով է, այն ինչը որ պարկեշտությունով է։ Շարունակենք։ Ինչ որ արդարությունով է։ Սրանց մասին խորեք։ Ինչ որ արդարությունով է։ Արդարությունով է նշանակում է իշահ ինձ չի։ Եվ ոչ են միշտ իշահ դիմացինին, այլ ինչ որ արդար է։ Ինչ որ արդար է, բայց հիշենք արդար դատավորը ես չեմ։ Եվ արդարությունը չի սահմանվում իմ օրենսդրությամբ, իմ կյանքի օրենսդրությամբ։ Օրենսդրությունը Աստծո խոսքն է։ Արդարությունը չափվում է Աստծո խոսքով։ Խոսքով է։ Խնդիր կա, հարց կա, մտահոգություն կա, խոսքով պետք է չափվի։ Եվ արդարությունը պետք է սահմանվի խոսքով։ Ո՞րն է արդարը։ Եթե չեք զանազանում, չեք տարբերակում, աղոթեք, որպեսզի Աստված իմաստություն տա, եթե չեք զանազանում, չեք տարբերակում, եկեք եկեղեցի, դիմեք ձեր հովիվ եղբայրներին, ձեր հոգևոր առաջնորդներին, դիմեք, որոնք որ խոսքի մեջ ավելի հմուտ են, որպեսզի արդարությունը ի հայտ բերեն։ Դրա համար ասում է, երբ որ եղբորդ դեմ բան ունես կամ մեկը մյուսի դեմ բան ունի, գնա ասում է նախ եղբորդ հետ խոսիր։ Հետո ասում է, եթե չընդունեց 2-3 վկաներով։ Եթե չընդունեց, ասում է, գնա եկեղեցուն դիմի։ Սա է ճիշտը, որ արդար լինի ամեն բան։ Խորեք այն ամեն ինչը ինչ որ արդարությունով է, ինչ որ մաքրությունով է։ Մենք մաքրուն ու կեղտոտը պետք է զանազանենք։ Մենք կրկնում եմ, ապրում ենք մի ժամանակաշրջանը, որ սև ու սպիտակ չկա այդքան, հիմա ավելի խառնված է, մոխրագույն է։
Հստակ սև, հստակ սպիտակ չկա։ Մոխրագույն է, բայց Աստծո խոսքը շարունակում է մնալ սև ու սպիտակի գաղափարախոսության վրա։ Չկա ամեն սևի մեջ, այս արևելյան փիլիսոփայությունն էլի, ամեն սևի մեջ միած սպիտակ կետ եւ ամեն սպիտակի մեջ միած սև կետ։ Չկա, կամ սպիտակ է, կամ սև է։ Ուրեմն ինչ որ մաքրությունով է։ Խորենք այն ամենի մասին, ինչ որ մաքրությունով է։ Ինչ որ սիրով է։ Մեր խոհերը պետք է կառավարենք եւ ինչ մտքեր որ գալիս են, ինքդ քեզ հարց տուր։ Այս մտքերը, որ հիմա դու հյուսում ես քո մեջ, աստվածային սիրո մեջ սա տեղավորվում են, թե աստվածային սիրո մեջ չի տեղավորվում։ Եթե չի տեղավորվում Աստծո սիրո մեջ, ուրեմն այնտեղ ինքը սկսելու արմատ գցել։ Եվ ասես շատերին պղծել ու Աստծո շնորհքից հետ մնալ։ Ուրեմն այստեղ պետք է այս հարցը մենք տանք։ Այն ինչը որ ես մտածում եմ, այն ինչը որ ես պլանավորում եմ, այն ինչը որ իմ մեջ հասունանում է, սիրով է թե սիրով չէ։ Այս վերաբերում որ ես հիմա որոշեցի թարս չափեմ մեկին, արհամարեմ, չլսեմ, չպատասխանեմ, էդի սիրո մեջ տեղավորվում է թե չի տեղավորվում սիրո մեջ։ Չգիտեմ թանկագիներս չեմ կարողանում ոչ մի ձևով հեռու գնալ։ Այս եթե սա է սովորացնում Աստծո խոսքը, չի լինի ուրիշ բան խոսել, ուրիշ բանից խոսել, ազնիվ չենք լինի մենք։ Խորեկեն ամեն ինչի մասին, ինչ որ սիրով է։ Ինչ բարի համբավով։ Ինչ է նշանակում ինչ բարի համբավով։ Եթե իմ խոհերս բարձրաձայնվի, էդի ինձ բարի համբավ կտա, թե կեղինակազրկի։ Այն ինչ որ մենք մեր սրտում խորում ենք, մտածում ենք, փայփայում ենք, այդ ինձ բարի համբավ կտա, թե կհեղինակազրկի ինձ։ Կուզենք մեր ներսը մի հատ միկրոֆոն դրվի ու ներսի զրույցները, մեր մեջ եղած զրույցները բարձրաձայնվի։ Այսպես բարձր ռադիոյով հնչվի։ Եթե ուզում ես սիրտդ պաշտպանված լինի, բարի բաներ խորիր։ Խորիր մաքուր բաներ։ Խորհուրդներդ կառավարիր։ Ինչ որ բարի համբավով է, ինչ առաքինություն եւ կա։ Գիտենք ինչ է առաքինությունները, չէ՞։ Այն ինչ որ առաքինի է, ինչ որ հաստվածահաճո է, այն ինչ որ հարիր է մեր տեսակին։ Առաջ գիտեք կային արիստոկրատներ։ Արիստոկրատության կարևոր բաղկացուցիչ մասը նրանց առաքինի կյանքն էր։ Ասպետները պետք է առաքինի լինեին։ Ասպետը չէր կարող, չգիտեմ, Ֆրանսիայում կամ Անգլիայում ինչ-որ փողոցում պապազած բորդուրի վրա ասենց ծխեր թքեր, ասենց ինչ-որ զրույցներ տաներ եւ այլն։ Ասպետը չէր կարող կանոջ հետ աղջիով խոսեր կամ եսի ինչ ձև իրան պահեր եւ այլն, որտեւ դա իր առաքինի վարքին դեմ էր։ Ես չգիտեմ, սա ճիշտ կընկալվի, ճիշտ եմ արտահայտում, թե սխալ եմ արտահայտում, չգիտեմ, շատ ծանր չդատեք, բայց Աստվածաշունչը դաստիարակում է քրիստոնյա տղամարդուց դարձնում է ասպետ, իսկ քրիստոնյա կնոջից դարձնում է արիստոկրատ, ճոխ, գեղեցիկ, սիրուն, առաքինի, ճիշտ վարքագիծ ունեցող։ Այն օրը մի հատ տեսանյութ էի նայում, ոչ հոգևոր մարդիկ էին զրուցում, բայց իրար մեջ խոսում էին, ասում են, եթե մաքուր աղջիկ եք ուզում փնտրել, միակ տեղը, որ կարող է մնացած լինի, դա ասում են եկեղեցիներն են։ Կարող է այնտեղ գտնեք, էլի, որ ասենք այն տեսակ էլի, որ իրոք տանը արժանի եւ այլ եւ այլն։ Հիմա չեմ ուզում ասեմ, չէ, այդպես չի կամ այդպես է, դրա մասին չի խոսքը։ Բայց ես գիտեմ մի բան, որ Աստծո խոսքի այն դաստիարակն է, որ մարդուն դարձնում է առաքինի, եւ տղամարդուն, եւ կնոջը։ Որովհետեւ նրա մտքերը, խոհերը մաքուր պետք է լինեն։ Որովհետև նա չի մտնում Աստծո մտածի ոնց կապցնեմ, ինչ կապցնեմ, ոնց տանեմ այստեղից, սրանից ոնց փախցնեմ, ում հետ լավ լինեմ, ում հետ վատ լինեմ։ Ինչքան էլ ծեսը, մայսը, այս ինչ է, ինչը ճիշտ լինի։ Եվ այլն, եթե սա չի ուսուցանում, եթե դուք ավելի առաքինի չեք դառնում, եթե դուք միտեղ գնում եք ու այնտեղ չկային ուսուցումը, որը որ քեզ դարձնում է ավելի առաքինի, եթե քո խորհուրդներդ ավելի առաքինի չեն դառնում, ում դու սխալ ընթացքի մեջ ես։ Աղանդը դա մենակ վարդապետական այս հարցի շուրջ կամ այն հարցի շուրջ շեղումը չի։
Աղանդը նաև հոգևոր դաստիարակության սխալ ուղղություն տալն է, հոգևոր դաստիարակություն չտալն է։ Էս էլ է աղանդ։ Այսօր մեր երկիրը լի են աղանդավորներով, ինչու որտեղ իրենց հոգևոր ուսուցիչներն են աղանդավոր եղել եւ շատերը կան, դեռ կան։ Ինչ պետք է սովորեցնես դու, ոնց պետք է ազգ դաստիարակես, ժողովուրդ դաստիարակես։ Երբ որ դու ինքդ լուրջ դաստիարակության կարիք ունես, երբ որ դու առաքինի չես քո վարքով, քո մտածելակերպով, քո խոհերի մեջ առաքինի չես։ Առաքինությունը մենակ այնչի ինչ եմ ես ցույց տալիս։ Առաքինությունը ով եմ ես իմ մտքերի մեջ, իմ խորհուրդների մեջ։ Որքանով եմ ես ինձ բռնացնում ոչ հարիր խորհուրդների մեջ, ոչ քրիստոնյային հարիր մտքերի մեջ, ոչ հասկանաք, եթե ես մի բան եմ ասես մտածում անեմ, ինքս իմ մեջ պետք է ասեմ մի վարքյան, սա առաքինի չի, սա ճիշտ չի։ Այսպես պետք է պաշտպանենք մեր սիրտը, թանկագիններս։ Ինչ գովություն որ կա, ինչ որ գովասանքի արժան է։ Սենց մի պարզ հարց տամ, այդ խոհերը, այդ խորհուրդները, որ գալիս է ծագում է մեր մեջ, մի հատ հարց տուր, ասա, սա Քրիստոսի կողմից գովասանքի արժանի է, թե ոչ։ Այն ինչ որ դու հիմա մտածում ես, այն ինչ որ դու խորում ես, այս գովասանքի արժան է, թե ոչ։ Այսքան բան, ինքդ անկեղծ եղի քեզ է, դու իմ հետ ուրիշի հետ անկեղծ կլինես, չես լինի քո գործն է, բայց գոնե մենք մեր հետ պետք է անկեղծ լինենք։ Այն ինչ որ հիմա ես խորում եմ, մտածում եմ, էդի գովասանքի արժան է, Աստված գովում է դա, թե չի գովում դա։ Այն ինչ որ Աստծո գովասանքին չի արժանանալու, ետից գնա։ Էսա ինքնամաքրումը, էսա սրտի պաշտպանությունը, թանկագիններս։ Անոնց մասին խորեցեք։ Ինչ որ սովորեցիք ու առիք եւ լսեցիք եւ տեսաք ին վրա, զայներեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ պիտի լինի։ Ինչպես պաշտպանել սիրտը, իրարու հաշվետու լինելով։ Իրարու մեկը մյուսի հաշվետու լինելով։ Մենք ընենց ենք, որ միշտ մենք կարիք ունենք հայրերի, մայրերի, մարզիչների։ Հիմա եկեք ճիշտ խոսենք, էլի անկեղծ խոսենք։ Քանի սենք մեր մեջ որոշում, որ ես երկուշաբթի օրվանից պետք է սպորտով զբաղվեմ ու երկուշաբթին գալիս է ու զբաղվում եմ։ Միշտ չի, չէ, որ այդպես լինում է, չէ։ Միշտ ինչ որ մենք պատճառաբանություններ ենք ունենում, խուսափելու, չանելու, անելու։ Ես հիշում եմ վերջին արդեն քանի տարի է, արդեն 20-25 տարի է, այդպես իմ մեջ ամեն երկուշաբթի ես պետք է պարապեմ, երկուշաբթի օրվանից ես քաղցր պետք է չուտեմ։ Նույն չեմ էլ ուտում, քիչ եմ ուտում, բայց ընդհանրապես պետք է չուտեմ։ Օ, հացը, ամեն երկուշաբթի ես հացը պետք է հանեմ եւ այլն։ Ես հասկացել եմ մի բան, մարզիչը կարեւոր է։ Եթե չի ստացվում ինքդ լինես քո մարզիչը, որը շատ եզակի դեպքերում է այդպիսի բան լինում, բայց մենք կարիք ունենք հոգևոր հայրերի, հոգևոր մայրերի, հոգևոր քույրերի, հոգևոր եղբայրների, որպեսզի հաշվետու լինենք իրար։ Այսի օգնում է։ Սա օգնում է։ Այսինքն գտիր եկեղեցում այնպիսի անձանց, որոնց հետ դու կարող ես անկեղծորեն սիրտդ բացել, սիրտդ կիսել, խնդիրներդ, հոգսերդ աղոթքի վերածել, հասկանում ես, գուցե ամեն բան չկարողանաս պատմել, ամեն բան չկարողանաս անկեղծ զրուցել, ասել, բայց ինչ որ մի չափով պատասխանատվություն կրեք մեկը մյուսի համար։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որ մարդը ավելի էգոցենտրիկ է։ Ինքը մտահոգված չի ուրիշինով։ Անկամ հոգևոր առումով մենք ուրիշով հետաքրքրված չենք, բայց սուրբ գիրքը այդ մոդելը չի սովորեցնում մեզ։ Ընդհակառակը համայնքային մոդելի կյանքն է մեզ տալիս սուրբ գիրքը, որի մեջ մտնում է նաև իրարու համար պատասխանատվություն կրելը։ Սուրբ գիրքը ասում է իրարու բեռ կրեք։ Միտեղ ասում է ամեն մեկ իր բեռը պետք է կրի, բայց միտեղ էլ ասում է իրարու բեռ կրեք, տեղ կա որ դու պետք է քո բեռը կրես։ Տեղ կա որ մեկս մյուսով իրար հետ պետք է այդ բեռը կրենք։ Դրա համար մենք կարիք ունենք իրար հետ հաղորդակցվելու, իրար խոստովանելու։ Հիմա նայեք, Հակոբոս 5:16 ինչ է ասում։ Ձեր հանցանքները իրարու խոստովանեցեք, աղոթք քրեք իրարու համար, որպեսզի բժշկվեք։ Արդարի ջերմեռանդ աղոթքը շատ ազդեցություն ունի։ Ձեր հանցանքներն ասում է իրարու խոստովանեցեք։ Մեր հանցանքները ոչ միայն Աստծո առաջ պետք է խոստովանենք, այլ եթե տեղ կա, պահ կա, պետք է նաև իրարու խոստովանենք։ Ոչ միայն նրանց պետք է խոստովանենք, որոնք որ օրինակ առաջին հենց ուղակի շահառուն են մեր հանցանքների։ Այսինքն ում դեմ գործել ենք մեղքը։ Այլ նաև մենք մեր կյանքում պետք է ունենանք այդ հոգևոր խնամակալները,
հոգևոր հայրերը, հոգևոր մայրերը, ում մոտ մենք ազատ կլինենք նաև մեր հանցանքը խոստովանելու։ Բայց գուշ եղեք, առանց մեկս մյուսի վնասելու։ Այս շատ կարևոր է։ Եթե պետք է վնասես ուրիշին, ուրիշի մոտ հանցանք խոստովանելով մի վնասի։ Եթե պետք է պախարակես, եթե պետք է խայտառակես, ես իմ բաժին հանցանքը պետք է խոստովանեմ։ Որ բամբասանքի չվերածվի, որ խայտառակելու չվերածվի։ Չգամ հով վնասեմ, գիտես ինչ Գարիկ եղբայր, մի բան կա ինձ շատ տանջում է, մի բան կա ինձ շատ տանջում է, ասը, ինչ տա տանջում քեզ, գիտես չէ, ինչ քույրը մեր եկեղեցուց ինչ էր անում։ Ես դրանից շատ եմ նեղվում։ Ես եկել եմ, որ դու ինձ օգնես։ Յանի դու ես էլի շատ վատ լինում։ Բայց այդ քո վատ լինելու անվանտակ ուզում ես նրան նսեմացնես։ Էսի բամբասանքը։ Մենք մի եկեղեցում ենք, որտեղ դա ասում են ծիտիկներ ասացին։ Եկեղեցում շո կային ծիտիկներ, որոնք այստեղից այնտեղից ինֆորմացիա էին բերում, ստեղից այնտեղ փոխանցում էին։ Ու եկեղեցում բամբասանքը խլրտում էր այսպես առնետների պես։ Իրարու խոստովանեցեք ձեր անցանքները, աղոթք արեք իրարու համար։ Ոչ թե բամբասեք, ոչ թե չարախոսեք, ոչ թե այդ ինֆորմացիան այստեղ տարեք, այնտեղ տարեք, այլ աղոթք արեք իրարու համար։ Աղոթք արեք իրարու համար, որպեսզի բժշկվեք։ Արդարին ջերմեռանտ աղոթքը շատ ազդեցություն ունի, ինչի վրա ազդեցություն ունի։ Գործերի վրա, սրտի վրա, սրտի պաշտպանության վրա, ջերմեռանտ աղոթքը։ Այս ջերմեռանտ աղոթքի կարիքը կա ու իրար հետ աղոթելու։ Հիմա ես ձեզ հարց տամ, դուք ունեք ընկեր եկեղեցում, որի հետ դուք ռեգուլյար հաճախակի ջերմեռանտ աղոթքի մեջ եք։ Սա կարևոր պրակտիկա է, որ պետք է լինի եկեղեցում։ Ոչ թե ծառայությունների համար աղոթենք, հերիքա ծառայությունների համար աղոթեք, ծառայություններ։ Աստված նախքան քո եւ իմ ծառայությունը ուզելը, նախ Աստված ուզում է, որ մեր սիրտը ուղիղ գնա իր առջև, ճիշտ լինի իր առաջ։ Եվ դրա համար պետք է ջերմեռանտ աղոթք իրար հետ աղոթել, որ բժշկվենք, որովհետեւ հիվանդ վիրավոր սրտով ինչ ծառայություն պետք է անենք։ Կարևոր է սա։ Պաշտպանենք մեր սիրտը եւ վերջ։ Խոստումը ինչ է։ Խոստումը կյանք կբխի։ Կյանքը բխում է այն ժամանակ, երբ որ սիրտը լի է կյանքով։ Երբ որ սիրտը լի չէ կյանքով, ինչ կյանք պետք է բխի։ Ուստի մեր սիրտը պաշտպանենք, որպեսզի կյանք բխի։ Հիսուսն ասեց. ես եկա որ դուք կյանք ունենաք եւ ավելի կյանք։ Քրիստոսի աշխարհ գալու գլխավոր նպատակներից մեկը հավիտենական կյանք մեզ շնորհելն է, նաև մեզ կյանք տալն էր, այս աշխարհի վրա կյանք տալն էր։ Իսկ կյանքը բխում է որտեղից։ Պաշտպանված սրտից։ Ամեն բանից առավել։ Ամեն բանից առավել։ Պաշտպանեք ձեր սիրտը։ Ամեն զգուշությունով, որտեղ այնտեղից են կյանքի աղբյուրները։ Ամեն։ Վերջացնենք թանկագիններ, ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Շնորհակալ ենք քաղցր ու բարի Աստված քո այցելության համար, շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու ներկայության համար, շնորհակալ ենք մեր սրտերին հպվելու համար, մեզ խոսելու համար, մեզ զորացնելու, մեզ նորոգելու համար, մեզ ուղղորդելու համար։ Դու մեր զորությունն ես, Տեր Հիսուս։ Ուստի մեր արջևից գնա Տեր, մենք էլ քո ետևից։ Ներիր մեր հանցանքները, լավամաքրիր սրբիր մեզ։ Շնորհիր մեզ Տեր Աստված, որ մեր խոհերի մեջ լինենք միշտ մաքուր։ Մեր խորհուրդների մեջ լինենք միշտ սիրով լի, համերաշխ, հանդարտ, որ բարկությունը բույն չդնի մեր կյանքում, արմատ չգցի մեղքը մեր կյանքում, որ մենք շնորհքից ետ չմնանք, այլ խաղաղությամբ լի, համերաշխություն ունենանք քեզ հետ եւ իրարու հետ, որ կյանքով լի լինենք, ցնծությամբ լի եւ մեր թռիչքը արծիվի նման նորոգված լինի, որ պիտանի լինենք Տեր քեզ էլ մեր շուրջիններին էլ, փառքից փառք, նորոգությունից նորոգություն, օրհնությունից օրհնություն, այս ամենը ի վիճակի է միայն Քրիստոս Հիսուս, քո սուրբ հպման եւ ազդեցության եւ ներկայության շնորհիվ, քո սուրբ հոգուտ միջոցով, շնորհեմ ես այս պարգևը Տեր, անվանդ փառքի համար, Հիսուսի սուրբ ու պատվական անունով,
Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։